Բարի լույս, սիրելի հետևորդներ, հեռուստադիտող, Առավոտը մեդիա հաբի հետն է եթերում, այսօր իմ գործընկեր Կարեն Կարապետյանը արձակուրդում է եւ նրանք փոխարինի քաղաքական եւ հասարակական գործիչ Անի Կարապետյանը, Անի ողջույն։ Բարի լույս Արտուր ջան։ Սա մեր դուետը շատ հաջող կանցնի, վստահ եղիր, որովհետեւ ինձ մեկ-մեկ ասում են ինչու տղամարդու հետ կին չի վարում, ասացի այդ բացը կլրացնենք։ Հիմա քանի որ մեր գործընկերը Կարենը արձակուրդում է, ողջունենք իդեպ Կարենին։ Այո, Կարեն ջան, բարի հանգիստ Կարեն ջան։ Այո։ Եվ հուսամ, որ կփոխարինես Կարենին, մինչև որ Կարենը կվերադառնա։ Սկսենք շաբաթվա իրադարձություններից եւ ամենաշատը քննարկվող հարցերից։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ ակտիվորեն մեր YouTube-յան ալիքին փորձեք բաժանորդագրվել, հաղորդումը հնարավորինս տարածում ենք, հարց-պատասխանի միջոցով ենք փորձում հաղորդումը լրացնել, մեզ անընդհատ ինչ անհանգստացնող հարցեր կլինեն, սոցիալական հարցեր, Ընթացքում կարող եք գրել, մենք բոլորին կպատասխանենք անդրադառնանք։ Կպատասխանենք, ունենալու ենք հյուրի մասին դեռ չենք խոսում, մեզ կմիանա մի 10 րոպեից մեջ հյուրը։ Փորձում ենք տարածել, փորձում ենք ակտիվորեն մասնակցություն ցուցաբերել։ Անի, ինչ է կատարվել այս քանի օրը Երևանում։ Գարեջրի փառատոն երեկոյա անընդհատ մարդիկ ասում են, որ Երևանում, հատկապես Երևանում գորշ է անցնում, հա, իրավիճակը Երևանում անընդհատ։ Եթե Երևանում գորշ է անցնում, բամազային բնակիչները ինչ ասեն։ Ես կարծում եմ, որ Երևանում բավականին ուրախ է անցնում։ Հաշվի առնելով երեկոները, փառատոները, մարդաշատ։ Այո, հիմա նայի, անընդհատ ասում են խցանումներ են, շաբաթ-կիրակի այլևս գոյություն չունի, մենք տեսանք Մուրացանում կրակոց եւ օրը արդեն դարել է օրինաչափություն, օրը ցերեկով են նույնիսկ։ Դե դա իրավական բաց թողության հետևանք, հա, եւ այդ բաց թողի վիճակը բերելու է այն բանին, որ հանցագործությունների թիվը շատանալու է։ Յուրաքանչյուր անտարբերությունը ծնում է հանցագործություն, իսկ պետությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը, ոչ թե իրավական համակարգը օգտագործի սեփական իշխանությունը պահելու համար։ Եթե իրենք սևեռվեն իրենց գործառույթի վրա իրավական համակարգը, կարծում եմ այս բարձի թողի վիճակն ու նման տխուր ելքով դեպքեր ամեն դեպքում կկրճատվեն եւ շատ չեն լինի։ Իրավական համակարգը այսօր կարծում ես իշխանության ծառան է, դա բոլոր իշխանությունների ժամանակ ա եղել, բայց ամենայն դեպս դա հանրային լայն շերտերում քննարկվող փաստ է շնորհել եւ որոշումները միանձնյա հա կատարվում այս ընթացքում եւ այո ճիշտ նշեցիր, որ բաց թողումների եւ անտերու դուրս լինելու հետևանք է այս ամեն ինչը։ Չգիտեմ, ամեն դեպքում մենք պետք է փորձենք սրա մասին խոսել, որովհետև իրավիճակը գնալով ավելի ասաստկանում։ Այո, պետք է ուշադրության կենտրոնում պահենք, պետք է խոսենք, որովհետև այդ նեգատիվը լրահոսը բացում ենք միայն մահվան ելքով դեպքեր, կրակոցներ, նեգատիվ վիճակա, որը ընդհանուր մթնոլորտը ավելի վատն է դարձնում, որովհետև յուրաքանչյուրս ցանկանում ենք ինչ-որ լուսավոր բարի լուրերով սկսել մեր առավոտը, ոչ թե տեղի ունեցավ նաև Երևանում Ոսկե ծիրան կինոփառատոնը, աշխարհի տարբեր ծայրերից կինոգործիչներ եկան։ Ես իհարկե այս տարի ցանկին այսպես ընդհանրական ծանոթ չէի, բայց ամեն դեպքում կինոփառատոնն է, որը ես իհարկե տարիներ շարունակ ասել եմ Հայաստանում կինոարտադրություն որպես այդպիսին գոյություն չունի, բայց գոյություն ունի այսպես շատ ճոխ եւ ֆինանսապես նաեւ հա հագեցած փառատոն, որը ես չգիտեմ, հա օրինակ դու հիշում ես տարեկան օրինակ մի տարվա մեջ, որը տեղի ունեցել ֆիլմ եւ լիամետրաժ ֆիլմ ա տեղի ունեցել, պրեմիերային եղել ես թե չես եղել։ Ես անկեղծ ասած չեմ եղել։ Ես մասնագետ չեմ, ի տարբերություն քեզ եւ թատրոնի ու արվեստի հետ բացարձակ կապ չունեմ։ Ինչ վերաբերում է փառատոնների, տպավորություն չեմ ուզում լինի մեր
քաղաքացիների մոտ, որ մենք դեմ ենք, երբ որ մեր հայրենակիցները ուրախանում են, մենք կողմ ենք, մենք խրախուսում ենք, բայց մեր հայրենակիցների ուրախությունը չպետք է անհարմարություն ստեղծի մեր մյուս հայրենակիցների համար։ Ինչպես եղավ Գարեջրի փառատոնի օրերին, երբ որ Զաքյանը փակ էր, որը անհարմարություն էր ստեղծել շատ-շատ քաղաքացիների համար։ Ես անցնում եի ճիշտ ասած շաբաթ օրը Այսինքն դա քաղաքացիների միջև չպետք է սեպ խրի եւ քննարկման առարկա դառնա, իսկ դրա մասին պետք է մտածեն կազմակերպիչները եւ այդ փառատոները այնպես կազմակերպեն, որ տեղի հնարավորինս բոլորի համար կոմֆորտ լինի, ոչ թե մի մասը ուրախանա, մյուս մասը նյարդայնանա, որ չի կարողանում իր բնականon աշխատանքը կատարի A-կետից հասնի B-կետ։ Նաև տեղաշարժի խնդիր կար, մարդիկ բողոքում էին, որ 3 օր շարունակ Զաքյան փողոցը փակ է ուրբաթ օրվանից, հա։ Եվ ես անցնում էի Զաքյան փողոցով, հասկացա, որ հասկանում ես, այս մանավանդ այս վերջի տարիներին, երբ որ մեր երկրի գլխին հնարավոր բոլոր աղետները եղան, պատերազմ, նույնիսկ կոവിഡ്ի տարիներ, հա, հատկապես ես հիշում եմ էլի այդ փառատոնային վիճակներն էր, իրենք չփորձեցին նույնիսկ կանխել, հատկապես պատերազմից հետո, բայց տպավորությունը, ինչպես մարդիկ են ասում, այս փառատոնները մարդկանց շեղելու, հիմնական թեմաներից մարդկանց շեղելու, ես իհարկե մի քիչ համակարծիք չեմ, որովհետև մարդիկ եթե սթափ են լինում, քաղաքականապես իհարկե շեղել չի լինի նման։ Այդ շեղելը մի քիչ բան է, հա, նեն չի որ ակտիվություն են ցուցաբերում, հիմա բան է, փառատոնների շրջանակներում մարդիկ սկսում են շեղվել ինչ-որ։ Չէ, բացարձակ, որովհետև այն մարդիկ, ովքեր շեղված չեն, այսպես ասած, եւ նրանց շեղելը դժվար է ու իրենք իսկապես կենտրոնացած են երկրում տիրող վիճակով, նրանց երբևիցե ոչ մի փառատոնով շեղել չի լինում։ Հիմա մենք էլ պատահում է, որ առիթների են գնում, բայց մենք չենք չէ շեղվում, ցավոք սրտի նաև չենք շեղվում մեր հոգսերից, մեր պետության գլխին ծանրացած հոգսերից, այնպես որ պարզապես դա խոսույթ է, որ ասում են, այսինչ բանը արվում է շեղելու համար հասարակությանը, այնինչ բանը արվեց շեղելու համար։ Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի միջոցառում չի կարող նրա ուշադրությունը շեղել բուն խնդիրներից։ Ես դա իմ կարծիքն է։ Անիմ հրապարակ օրաթերթը նախորդ օրը գրեց, որ այս ազգային ժողովի 9-րդ գումարումը, երբ որ իհարկե դրանից առաջ, երբ որ մենք լսեցինք, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր որ շեմը հաղթահարել են, մանդատները վերցնելու են եւ գնալու են ԱԺ, եւ հրապարակ օրաթերթը նախորդ օրը գրեց, որ կաթողիկոսին չեն հրավիրելու, հա, որպես այսպես պաշտոնական բացման, մենք տեսել ենք տարիներ շարունակ, նույնիսկ 21 թվականին ես մտածում էի եւ այսպես հիշում էի, 21 թվականին չի եկել։ Չէ, եղել է։ Ես հա հարցում արեցի, որ կաթողիկոսին այնուամենայնիվ հրավիրել են։ Ինձ մոտ տպավորվել է, որ 21-ին էլ կաթողիկոսը ներկա չի գտնվել։ Բայց ես հատուկ հարցում եմ արել եւ իմացա, որ 21-ին եղել է փաստորեն։ Այս տարի ինչպես որ հրապարակներ գրել, աննախադեպ, հա, իրադարձությամբ կաթողիկոսին ըստ երևույթին չեն հրավիրելու։ Հիմա ինչ ես կարծում, եթե ԿՊ-ն այնուամենայնիվ մենք իրենց լպիրճության աստիճանը, որ քանի որ գիտենք անսահմանություն է, հա, տանում այդ ամեն ինչը, ես կուզենայի հասկանալ, եթե կաթողիկոսին հրավիրեն ու կաթողիկոսը գնա, դա արդյոք կլինի քննարկման առարկա, հատկապես իմանալով հոգևոր կողմը, հա, կաթողիկոսի, որովհետև այնուամենայնիվ ես օրինակ նորմալ կվերաբերվեմ, ինչքան էլ որ այդ ճնշումները հարցակումները նորմալ կվերաբերվես, որ կաթողիկոսը ընդունի հրավերը եւ ներկայանա Անդրանիկ նիստին։ Կարծում եմ այո, ինչու, որովհետեւ եթե ընդդիմությունը մանդատը վերցնում եւ գնում է լեգիտիմացնելու, հա, Նիկոլին, ապա այս պարագայում հոգեվոր կողմը, որը քաղաքական կողմի հետ բացարձակ աղերս չունի, ինքը ինչ պիտի անի, ինքը որպես օժնության, հա, այս բացում Արտուր ջան, ինչ կաթողիկոսը ինչը պետք է օրհնի։
Բացի դրանից ես կարծում եմ, եթե անգամ հրավերել ստանար, չէր գնալու ու դա ճիշտ որոշում կլիներ։ Իսկ եթե գնար, մեկը ես կքննադատեի։ Ես կարծում եմ, որ դեռ հրավեր որպես այդպեսին չի եղել։ Հայոց ամենայն կաթողիկոսին ազգային ժողովում հերթական անգամ փորձեն հեղինակազրկել ներկա իշխանությունը ու դրա համար կաթողիկոսը չպետք է գնա, եթե անգամ հրավեր լինի։ Դա ախր պաշտոնական բացում է, անի, ասենք կարծում ես իրենք կանցնեն այդ սահմանը, հա, այդ կարմիր գիծը կանցնեն։ Իրենք կարմիր գծերը, իրենք մտել են եկեղեցի եւ փորձել են սեփ խրել եկեղեցու մեջ, փորձել են խեղաթյուրել եւ մեր հոգեվոր վիճակը պղծել, փորձել են արշավ կազմակերպել արդեն իսկ իրենց գծի մեջ գտնվող քահանաների միջոցով, պատարակներին չէր հնչում կաթողիկոսի անունը, այդ ամենը հա տեսնելուց հետո դու զարմանում ես, որ ազգային ժողովում պետք է ինչ-որ իրադարձություն տեղի ունենա եւ դա պրոտոկոլային է եւ եթե տեղի չունենա ինչ-որ բան է փոխվելու։ Գիտես անի, օրինակ հոգեվորականների առումով հոգեվորականները այնուամենայնիվ իրենց կաշկանդված են զգում, ինչու։ Օրինակ եթե Նիկոլը հայտնվում է X եկեղեցում եւ որպես այդպեսին, հա, պատարակի վերջում տեղի ունենում հաղորդություն։ Եթե ինքը մոտենա տվյալ հոգեվորականին եւ հաղորդություն վերցնի, հոգեվորականը չի կարա իրան հաղորդություն չտա, ասա ինչու։ Համաձայն եմ, չի կարա չտա, եւ ես չեմ քննադատում այն հոգեվորականին, ով որ հաղորդություն է տալիս Նիկոլին, որովհետեւ Նիկոլը տվյալ պահին, եթե Նիկոլը իրեն սխալ է պահում Նիկոլ Փաշինյան, դա դեռ չի նշանակում, որ հոգեվորականն էլ պետք է իրեն համարժեք պահի։ Այո, դա արդեն բարևելու թեման չի, հա, որ մենք տեսել ենք հոգեվորականին մոտենալը եւ նա դուրս հրավիրելը նրա, որը ես ողջունում եմ իհարկե, բայց այստեղ կա հաղորդության կարգ, որը միայն բանադրության շնորհիվ հոգեվորականը ես չեմ քննադատում, ընդհակառակը շատ adekvat վերաբերմունք ունեմ, բնական է, որ պետքա այն ինչ յուրաքանչյուր քաղաքացուն բնորոշա պետքա այդ ընթացակարգով վերաբերվեր հոգեվորականը, բայց ասում եմ նորից, ընդգծում եմ, եթե կաթողիկոսը ներկայանա, ես առաջիններից կլինեմ, ով որ կքննադատի, որտեղ ես չեմ ցանկանում, որ իմ հոգեվոր առաջնորդին հեղինակազրկեն հիմա էլ ազգային ժողովի։ Այո, մենք այդ հեղինակազրկումը բազմիցս տեսել ենք եւ իհարկե շատ բան, հա, շատ նեղ իրադրության մեջ են, հա, այնուամենայնիվ գցում, բայց իրենց այս սուրճը համեղերի դեպ անուշ ես եմ դրել։ Շնորհակալ եմ։ Իդեպ սիրելի հեռուստադիտող, դուք էլ կարող եք սուրճ դնել եւ նստել մեր հետ վայելել, փորձել մեր կիսահումորային, չենք լրջացնում շատ, փորձում ենք ինֆորմացիոն դաշտը ապահովել, եթե ինչ-որ թեմաներ կլինեն, արագ կանցնենք, որպեսզի առավոտը մեդիահաբի հետ լինի ավելի այսպես թեթև եւ փոքր ուրախ, որտեղ մեր կյանքը որպես այդպեսին ուրախ չի անցնում եւ փորձում ենք, հա, իրականությունը այնուամենայնիվ գույներով լցնել, բայց մենք փորձելու ենք նաեւ այն ինչ որ կատարվում է հակառակ կողմում, երկրի հակառակ կողմում, նաև դա ներկայացնել, որովհետև չենք կարող հա միայն ուրախ լուրեր հայտնել, նամանավանդ որ մեր սիրով կհայտնենք, ամենաշատը երևի թե մենք ենք ուզում ուրախ լուրերի մասին խոսել, ուրախ լուրեր քննարկել, ձեռքբերումներ քննարկել, մեր պետության հաղթանակները ինչու ոչ քննարկել, բայց ցավոք սրտի վերջին 8 տարիներին մենք դրա հնարավորությունը չունենք։ Հուսով ենք այս ճգնաժամը մի օր կավարտվի։ Ճգնաժամը դու շարունակ, այո։ Եթե թույլ կտաս այդ ճգնաժամը ավարտվելու մասին։ Ուզում եմ հարց տալ։ Ճգնաժամը ըստ քեզ ներքաղաքական ճգնաժամը, որը ունի նաև արտաքին ռիսկեր մեր պետության համար, ըստ քեզ երբ կավարտվի, երբ քաղաքական դաշտում իրավիճակ փոխվի, երբ ընդդիմությունում որակ փոխվի, խնդրում եմ իմ համար այսօրվա առաջին ոնց այս հարցը ոնց ենք լուծելու, այս հարցի լուծումը ոնց է տրվելու։ Առաջի միտքը, որ հիմա գալիս է, ամեն ինչ կախված է մեկ մարդուց։
Իմ համար տպավորությունն է, որ հենց այդ մեկ Եվ մարդու ով է այդ մեկը։ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը քանի որ քաղաքական բոլոր տեսանկյուններից, հա, իր ուսերին է վերցրել քաղաքական եւ հասարակական միտքն ու երևակայությունը, փորձում է բոլոր պետական օղակները վերահսկել, դատախազը ինքն է, արդարադատության նախարարը Այսինքն մենք ինքն է։ հույսը դնենք Նիկոլի վրա, որ Նիկոլը ինքնակամ կհեռանա, Նիկոլը այդպես քնից չենք արթնանալու, եթե տեսնենք Նիկոլը չկա Չես հույսը մեկ երազատեսել, որ մարդուց է ընդդիմությունը կախված։ այդ բոբոնա, որ միացած մատաթափվել, Նիկոլն էլ գնացել է, չէ։ Այսօր պատասխանատվության մեծ զգացում պետք է իր վրա վերցնի վերջի ընդդիմությունը։ Հա, ընդդիմությունը։ Այո, Եւ հույսը չդնի Նիկոլ Փաշինյանի վրա։ Վերջապես չդնի Նիկոլ Այո, Փաշինյանի բայց վրա։ ընդդիմությունը շատ լավ գիտի, ինքը շատ լավ գիտի Նիկոլին, իր ամբողջ, այսպես ասում Փաթեթով հանդերձ, հա։ Բայց ամեն դեպքում ընդդիմությունը հատկապես այս վերջի շրջանում մերելային լռությունն է ցուցաբերում, ես իհարկե չեմ հետընտրական շրջանում ինչու է հայտարարակ լռություն Եվ էր։ հիմա բոլորը սպասում են օգոստոս 2-ի Անդրանիկ նիստին, հասկանում ես, եւ դա ամենայն Ինչ են սպասում, ինչ ակնկալիք այդ նիստից գալու են վերցնեն մանդատները, գնան եւս մեկ ամիս հանգստանան, սեպտեմբերին վերադառնան ապարքիվավճարներ, աշխատավարձներ, դե իրանք ասում են մենք աշխատավարձի համար չենք գնում։ Ճաշարան բուֆետից օգտվեն։ Ասում են, որ մենք աշխատավարձի համար չենք գնում։ Եթե մենք փորձելու ենք փողոց գեներացնել, ապա փողոցային ճնշումը պետքա լինի նաև ներսում, որպեսզի այդ կոճակը սեղմենք Նիկոլին հեռացնելու։ Մենք այդ ֆիլմը տեսել ենք 5 տարի 21 թվականին, ովքեր որ բայց հանուն արդարության Արթուր գոնե նախորդ խորհրդանի ընդդիմությունը փորձեց փողոցային պայքար գեներացնել, այլ բան է, որ դա չստացվեց նրա մոտ։ Դե հիմա մենք պետքա ականատես լինենք նաև ուժեղներին, որովհետև իրենք էլ են դա խոստացել։ Հիմա մի քիչ վաղ է ասել, որ ընդդիմությունը որպես այդպեսին ոչինչ չի անելու, որովհետև ասում են մենք պլան B ունենք։ Այս ընթացքում ասում են ոչինչ չի արել հետընտրական շրջանում։ Դե ասում են 50,000 քաղաքացու ձայն մսխեցին եւ դրա պատասխանը ոչ մեկ չպահանջեց ընդդիմությունից։ Օրինակ բանը 60,000 ձայնը ԲՀԿ-ի 50,000 Եթե չեմ սխալվում։ Չէ, 60-ի մոտ չէ։ Դե լավ, ինչև է։ Ամեն դեպքում, որը քիչ ձայն չի եւ մենք շատ լավ գիտենք, որ ԲՀԿ-ն անցել էր շեմը եւ այդ մարդիկ եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես որոշեց, որ պիտի ԲՀԿ-ն չանցնի։ Հասկանում ես, հիմա 50 թե 60 դա կարևոր չի։ Եվ ինչ արեց ընդդիմությունը։ Ընդդիմությունը դուրս թողեցին, բացի այն դուրս թողնելը շատ խայտարակ ձևով կուլակաթափ են անում, ապօրինի կալանքի տակ այս պահի դրությամբ։ Ինչ է անում ընդդիմությունը։ Եվ չմոռանաս, մարդը ասել էր ինձ մանդատ տվեք եւ ես երագլուխներին չոքացնելու եմ, սատկացնելու եմ, վերացնելու եմ։ Հասկանում ես Նիկոլը ինչ ասում է, անում է։ Եվ այդ տեսանկյունից դու կարաս հիմա մեղադրես իրան, իհարկե ոչ։ Մարդը ասել է ինձ մանդատ տվեք, ես անելու եմ ինչ որ անելու եմ եւ արեց։ Ինչ ասում է անում միայն այն դեպքում Արթուր ջան, եթե դա իր շահերից է բխում։ Այո, իհարկե։ Ոչ պետության կամ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու։ Դու հիմա կարող ես հիշել այս 7 եւ արդեն համարյա 8 տարիների ընթացքում, որ պետության եւ քաղաքացու շահերից ինչ որ բան անի Նիկոլը։ Ես օրինակ չեմ հիշում։ Ինքը ինչ որ անում, ասում է ես անում եմ ժողովրդի համար, ժողովուրդն է այդպես պահանջում։ Հասկանում ես, ինքը գցում է ժողովրդի գրպան։ Այս ժողովուրդը որպես պահանջատեր, ես հասկանում եմ, որ ինքնակամ չի կարող եւ փողոց դուրս գալ եւ այդ բողոքի ակցիաներին մենք սովոր ենք, չէ՞, որ ժողովրդին պիտի լինի առաջնորդ, որ այդ առաջնորդը դուրս անի։ Մենք չենք ինքնակազմակերպվում եւ այդ ինքնակազմակերպումը որպես այդպեսին ոչ մի ժողովուրդ չի ինքնակազմակերպվում, Արթուր։ Դե հիմա քաղաքական էլիտան, ընդդիմության ինստիտուտը, իշխանության ինստիտուտը պետքա առողջ լինեն։ Այն երկրում, որտեղ չկա առողջ ընդդիմություն, չի կարող լինել առողջ իշխանություն։ Համաձայն եմ, լիովին համաձայն եմ եւ մենք հիմա կարող ենք հրավիրել մեր հյուրին, այո, կարող ես ներկայացնել հյուրին։ Մեր հյուրն է բլոգեր Արսեն Մարգարյանը։ Խնդրեմ Արսենին
գալ մեր համեստ ներդաշնակ եւ կփորձենք երեքով հաղորդումը սկսել հարց պատասխաններով եւ այլն եւ այո Արսենին հրավիրենք մեզ մոտ զրույցի Արսեն ջան ողջույն Ողջույն Արսեն ջան Սուրճը խառնել ինչ առումով Վերնականի բարբարով խառնել այսինքն գտալով խառնել Չէ բայց դառն եմ գրել Արսեն Ոնց է Որ ժողովուրդ մեր իրականությունը դառն է, այստեղս դու դառը դաշնակցական սուրճ ես խմում։ Ահ, դաշնակցական ես քեզ ինչ պատմություն եմ արել։ Ոնց է տրամադրությունը Իմ տրամադրությունս միշտ բայեվո է։ Ես վերջին մարդ եմ ելնելու։ Մարտական է։ Դրոշակը հանգարց տեսնեմ իջեցրած հայկական դրոշակի մասին է խոսքը։ Իմ համար հանձնվելու տարբերակ չկա։ Դժվար չէ առավոտը արթնանալ։ Տեսնում եք ինչ պոզիտիվ մարտական հյուր ունենք։ Ես ըստ պահանջարկի կարամ 4-ին ցերեկը արթնանամ, կարամ գիշերը չքնեմ, ասենք, մի սուտկա անցնի նորից գործունեության մեջ եմ։ Որ ասում եմ սպանես առավոտը չեմ կարող արթնանամ, այնպես որ։ Չէ, ինձ սպանել պետք չէ, ես արթնանում։ Լավ, Արտուր, մի քանի հարց ունեմ, որ ուզում եմ շտապ տամ։ Ուրեմն Արսեն ջան, մենք նկատել ենք, ես կոնկրետ ձեզ քեզ հետևում եմ, վերջին շրջանում շատ սուր քննադատական խոսքով ես հանդես գալիս ընդդիմության մանդատներ վերցնել չվերցնելու հետ կապված, կցանկանայի այսօր նորից հա Նախ առաջին ասեմ, որ ընդդիմություն չի, արեք նշենք չագերտավոր ընդդիմություն, հիմիկը բացատրեմ ինչու։ Տեսեք, սրանից մի տարի առաջ ինձ բախտ վիճակվեց, դա ասում եմ նորից բախտ վիճակվեց, ազգային ժողովում նայելով այդ նույն ընդդիմության աշկերի մեջ, ասել հետևյալը, որ դուք չեք գեներացնելու, ոչ փողոց, ոչ էլ հաղթելու եք Նիկոլ Փաշինյանին, եթե արեցիք հետևյալ քայլերը, եթե դուք գնացիք ձեր քաղաքական ղեկավարների դեմքերով, լավն են, վատն են, մեր ժողովուրդը չի ընդունում էլ իրանց, թոշակի, всё, прямой Բայց իրանք մինչև այդ բանը համոզում էին մեզ, որ գնում ենք բացարձակ հաղթանակ։ Չէ, տեսեք, Սերժ Սարգսյանը ամեն դեպքում ասաց, եղբայր, եթե մենք ձեզ խանգարում ենք, մենք քաշվանք կողքի աղբեր, գնացեք արեք, Նիկոլը Եվ դա շատ ճիշտ որոշում էր։ Նույնը արեց Արթուր Վանեցյանը։ Այո։ Արթուր Վանեցյանը նույնպես բազմից Սկզբում անգամ Արտուր Վանեցյանը հայտարարեց, չէ, եթե չեմ սխալվում Ես այդ հերթականությունը թույլ տվեք, տեսեք, Արթուր Վանեցյանը արդեն մի քանի անգամ իր քաղաքական գործունեության ժամանակ, այսքան կարճ քաղաքական գործունեության ժամանակ, ապացուցել էր, որ ինքը մանդատ, ստատուս, իր համար դա լրիվ սուտ բան է, ինքը կարա ինքնազոհության գնա, եթե մի բան ուզում է չի լինում, ինքը պրեզիդենտ է գալիս, որ չեղավ, չստացվեց, չհելան։ Շատ էի ուզում, բայց ստացվեց։ Չսևեռվենք Արթուր Վանեցյանի վրա, բայց շատ կարևոր դետալ է ինքը այսօր քաղաքական դաշտի համար, հետագայում կասեմ ինչի համար։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանին ես ոնց կարամ ասեմ, կարամ քննադատեմ քաղաքական դաշտում, կարամ լավ բան ասեմ ինչ արել իր ժամանակի ընթացքում, բայց կա իրականություն քաղաքական դաշտում։ Դա իր կերպարը անտիպաթիա է ժողովրդի մոտ, 80%-ի մոտը դենց է։ Մարդիկ իմանում են Ռոբերտ Քոչարյան պատրաստ են դաժե Էրդոգանի հետ նստեն, Ալիևի, որը 5 տարի առաջ մեր տղաներին էր այնտեղ գլխներին բոմբեր է գցում մեր ժողովրդին հանեց Արցախից եւ այլն։ Իրենք պատրաստ են անգամ այդ մարդկանց հետ հարաբերվելու, ինչ որ ձև բենզին լցնել քշելու, լիժբեր Ռոբերտ Քոչարյանը չգա։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին հարց եմ տալիս ձեր տաղավարից։ Արածը դուրը եկավ, քո դուրը եկավ քո արածը։ Ամբիցիաներից ելնելով միակ տղամարդ խաղալը քեզի համար մի քիչ արդեն անցած էտապ չի, գնա հանգստացի ինչ ես ուզում։ Դե արդեն ժամանակի հրամայականի ներքո Քոչարյան Ռոբերտը այս ընտրություններից հետո ես չեմ կարծում հաջորդ պարլամենտում ինքը հավակնություն կունենա, բայց այսօրվա վիճակի համար հետընտրական պասիվ մենք պետքա ոչ թե Քոչարյան Ռոբերտի վրա միայն մեղավորությունը գցենք, մենք կարող 21 թվականին մեղադրենք Քոչարյան Ռոբերտին իշխանությունը չվերցնելու մեջ։ Իսկ հիմա որ հեղափոխություն պետքա աներ, հիմի հարց եմ տալիս ձեզ, կներեք։ 1000 անգամ կներեք։ Ես սովորական հյուր չեմ։ Ես հասարակ ժողովրդի ներկայացուցիչ կարակ ասեք։ Ես ասում եմ, ինչ որ մենք տեսեք, ես ամենօրյա բանով հազարավոր մարդկանց հետ եմ շփվում իմ լայֆերում, հազարավոր։
Ես դրա համար եմ ասում հասարակ ժողովրդի։ Դուք էլ եք հասարակ ժողովրդի, գիտեմ, լավ ճանաչում եմ ձեզ բոլորիդ ու հարգում եմ։ Բայց կներեք, մի հատ հարց տամ, էլի։ Ռոբերտ Քոչարյանի այդ ամբագորգոր հայդարարությունը, եթե դուք մեզանից իշխանությունը գողացաք, մենք կանենք հեղափոխություն, հիմի հարց ռետորական։ Հեղափոխությունը ինչի՞ չես անում, իշխանությունը գողացան դե չէ։ Նույն Գագիկ Ծառուկյանին, տեսեք ժողովուրդ ջան, Գագիկ Ծառուկյանը չգնաց ֆինանսներ, բիզնես պայելու ճանապարհով, չգնաց։ Այդ մարդն ասեց իր մեջ 70 տարեկան տղա եմ։ Ես այս ազգի մեջ եմ, այս ազգին սիրում եմ, այս ազգի մեջ է պետք է իմ հետքս թողամ։ Այդ արջի, ոնց ուզում եք ասեք, արյուծի հետքը պետքա մնա։ Դասագրքերում պետքա գրվի։ Կար սենց մարդ, որ արեց սենց քայլ, գնաց ինքնազոհության։ Իրանից սա խլեց Նիկոլ Փաշինյանը, բայց ինքը ասեց ոչ։ Բայց սրանց եմ հարցնում հիմա։ Մանդատ վերցնելուց իմաստը որն է։ Դու կարաս Նիկոլից մարդ տանես։ Ես հիմի պատասխանատու ձևով ասում եմ, իրանք Նիկոլի մոդից մարդ չեն տանելու, եթե Նիկոլի մոդից ինչ-որ մեկն էլ հելա, ինքնակամ է հելնելու, իրանց է պատժաշկա չի անելու։ Մենք ունենք դեպքը Սարգսյան Հայկի, Այո։ որ դուրս են եկել, բայց նենց չի, որ աջակցում են Ես հագարակն ասեմ, հարգելիս։ Ես ավելի քան վստահ եմ, որ հագարակ process-ն է տեղի ունենալու։ Ինչի՞ եմ ես ճղվում մեջտեղից ասում եմ մանդատ պիկ վերցրեք։ Նիկոլ Փաշինյանը ունի գլոբալ խնդիր լուծելու, որը ինքը խոստացել է իր արտաքին հովանավորներին, որ այդ հարցը լուծվելու է։ Նաև դա համանդրության փոփոխությունն է։ Այսինքն համանդրության դրույթների չէ, ամբողջական։ Դրա համար իրան պետք է 70 մանդատ ունենա, ինքը ունի 64, անգամ այդ գողությունը, որ արեցին, այդ 4-5 մանդատը, որ գողացան, ինքը դա չի երիկում անգամ։ Դա կանխատեսելի է, որ լինելու են Հիմա հարց եմ տալիս ձեզ, կարելի է ձեզ հարց տամ։ Իհարկե, խնդրեմ։ Տեսեք, կա մի իրավիճակ, երբ որ գալիս է այդ պահը, որ Ալիևենք սեղմում են։ Ասեմ ավելին, Ալիևն ու Էրդողանը դրանք դերակատարներ չեն, իրանք նույնպես լսողներ են։ Անգամ Տրամփն է լսող այն ուժերին, որոնց որ բերել է այս իշխանությանը։ Այսինքն գլոբալիստներին, իսկ գլոբալիստների ամենամեծ խնդիրը որն է, ազգային է։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը, ազգայինն է ոչինչ ասում։ Ու այս ժողովուրդը հանգիստ նստած տեսնում է ոնց է բելը խեղդում Հայկին։ Նաև ընդդիմությունը հանգիստ Ժողովուրդը ամեն ինչի մեջն է մեղավոր։ Ես մեղավոր եմ, որ քիչ եմ աշխատել, որ իմ կողքի մարդը չի հասկանում ինչա կատարում։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի հարցը չի։ Ժողովրդից հասնում էր ընտրություններով, որտեղ մեզ համոզել էին, որ գիտեք ինչ, միակ ճանապարհը ընտրություններն է, եւ պետքա մասնակցենք ընտրությունների Հայաստան Դաշինքի եւ ընդդիմադիր որոշ նշանակների կողմից։ Խոսում ուժեղ Հայաստանից, այս ընտրությունների լոկոմոտիվ ընդդիմադիր ուժը, որը վերցրեց ընդդիմության մեծամասնության ձայները, դա ուժեղ Հայաստանն է եւ բացարձակ հաղթանը Սամվել Կարապետյանն էր խոստանում։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, որ Ծառուկյան Գագիկի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այսքան մասնակցություն ուներ թվականակի ասում։ Այսպես ժողովուրդը ուզեց գնա ընտրությունների, այդ մասնակցության ցուցաբերել։ Ժողովրդին պետք չի մեղադրել, ասեմ։ Ես այս հարցում մեղադրում եմ ժողովրդին, դա մեկ ասեմ ինչի համար։ Ասա։ Նիկոլ Փաշինյանի մերժելու համար հայ տեսագին մոտիվացիա պետք չէր այլևս։ Ոչ ես պետք է հելնեի ասեի մերժի Նիկոլին, որովհետև ոչ դուք, ոչ մնացածը, ոչ է Սամվել Կարապետյանը պետք է այդ բիզնեսը թողար, կար իր ձևով ինչ որ բաներ փորձեր անել, չագերտավոր իր ձևով, որովհետև ինքը իր ձևով ոչ մի բան չի սկսել։ Ինքը հենց 21 թվականին էր իշխանությունը բիզնես ֆորում կազմակերպեց Արցախյան պատերազմից հետո 23 թվականին, որ արցախցիներին հանեցին այդքան մայրով սպասարկվելով այդ էթնիկ զդումը որ արել քո ձևով ինչի՞ չսկսեցի Սամվել Կարապետյանը այս ընթացքում երբեք քաղաքական գնահատական Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը չի տվել եւ չի հնչեցրել այս ընթացքում։ Ավելին ասեմ, Պապիկյանին, որ գնում եք պաշտպանության նախարարին $100,000 նվեր եք տալիս, բայց ժամանակ Արցախ հայրենիք եկեղեցի չկար։ Իհարկե կար, որտեղ եկեղեցին թիրախավորված է եղել 2018 թվականից ի վեր։ 18 թվականի առաջին օրվանից մեր եկեղեցին համար մեկն ա եղել, բայց թողել են վերջում, որտեղ ամուր է դրա ֆունդամենտը։ Հիսուս Քրիստոսն է, ոչ թե մարդն է։ Քրիստոնյան դուրս եկավ ու հիմի ասած ես իմաստը հետևյալն է, ցավոթան։ Ես որ ասում եմ մարդիկ են մեղավոր, ես եմ մեղավոր։ Ինձանից ասեմ, որ չասեն, ես մեծամիտնով եկավ, ստե նստած ինձ մի հատ վիրավորում է։ Ժողովուրդ ջան, այո, ես էլ եմ ժամանակի ընթացքում վերլուծելու բանով հասկացել, որ այս մարդիկ իրանք դերակատարներ են, մարիոնետկեք են։
Իրականում ստեղ Նիկոլ Փաշինյանի հայ կամ ոչ հայ լինելու կերպարը չի որ սա անում է։ Մենք մեր դարերի ընթացքում ունեցել ենք դավաճան մարդիկ, որոնք միշտ դարբասներ են բացել։ Հիմա չեմ հասկանում Վարդան Մամիկոնյանները կամ Սասունցի Դավիթները վերացան մեր միջից։ Այդ ո՞րն է։ Մի հատ ինձ բացատրեք։ Հետո վեղա որ իր ամեն մեկը իր ձևով ինչ որ բան ա ուզում սկսի ստեղ ու պրավալի է տանում, այսօր է ասում է դե Սամվել Կարապետյանին է ասեմ թող լսի մի հատ, այդ որ ասում էի ես չեմ պատրաստվում լինեմ ընդդիմության ղեկավար, ինչ չափի է ուզում ընդդիմություն լինի, բայց ոնց որ պատրաստվեցի։ Ես հիմի ոնց քեզ հավատամ, վաղ ասես հելեք փողոց, ես ելնեմ փողոց, չեմ ելնելու։ Ու կոչ եմ անելու իմ ժողովրդին, ով որ իմ հետ ընկերություն է անում, մենք իրար հետ զրուցում ենք, մենք իրար հետ մեր երկրի համար ցավում ենք, այլևս կեղծ ընդդիմության հետևից դուրս գալացող չկա։ Հենց որ գնացեք ձեր մանդատները վերցրեք, 5 տարի մղսեք, բայց իմացեք, առաջին հերթին այսօր մենք խնդիր ունենք ընդդիմությանը, այս չագերտավոր ընդդիմությանը, կեղծ ընդդիմությանը դաշտից դուրս չպրդելու, всё։ Հիմա պարակտում չես մտցնում, Արսեն։ Ոչ, ես հայրենիք եմ գործում, միշտ պարակտում։ Ասում են Ինչ ընդդիմություն։ Ասում են 8 տարի հայրենիք ես գործում, դաշնակցությունը ընդդիմություն, 21 թվականից էքսկուրսիաներ արեց, սաղից ֆրծրեց, տարավեց փողոցնային, տարավետո ասեց չկարացան գնացին։ Արսեն, դժգոհեցիք այդ էքսկուրսիաներից, հիմա էքսկուրսիալ չեն տանում։ Ցավը տանը, մեկ կազմակերպենք իրար հետ միասին, հենց մի հատ էքսկուրսիա պատմական, որ սաղին իրանց տեղը քշենք ու ձորից դուրս չեն գա։ Այսինքն ընդդիմադիր կենտրոն, որպես այդպիսին, որը իրապես հեղափոխության ունակ է եւ այս իշխանություններին ճանապարհել ունակ է, չի ձևավորվում։ Ինչու՞ չի ձևավորվում, որովհետեւ դաշտը ինձ էլ ես հենց այդ մտքին էի գալիս։ Այսինքն դաշտը զբաղեցնում են մարդիկ, քաղաքական դերակատարներ, որոնք խոստումներ են տալիս, գրքոտ խոստումներ։ Իսկ արդյունքում զբաղեցնելով դաշտը ժամանակը մսխում են, ընդդիմադիր պրոցեսները եւ ընդդիմադիր զանգվածի քվեները այդ թվում օգտագործում են իշահիրանց եւ երբ որ քաղաքացիները քննադատում են նույն մանդատ վերցնող ուժերին ընդդիմադիր, որ մի գնացեք, մենք ձեզ քվե չենք տվել, որպեսզի գնաք ազգային ժողով, մենք ձեզ քվե ենք տվել, որպեսզի անեք հեղափոխություն, այդ ժամանակ ցավոք եմ ասում, բայց նաեւ ընդդիմադիր դաշտի փորձառու падգամավորներից որոշները, մասնավորապես Վարդանյան Աղվանը, որը 18 թվականին Աղվան Վարդանյանը Դաշնակցության կարկառուն դեմքերից էր, Ես իմանում եմ իրա, բայց ասում եմ ով է։ Ասեն 7 սրոք նստած։ Ով է, մեզ խոսացող մարդկանց ես շատ եմ տեսել։ Մեծ խոսացող Դաժավոր падգամավոր Խաշը իրաց խմաստաղեն օրետում են այնտեղ ամբիոններից ելույթ են ունում ամբագորգոր, ես շատ եմ լսել։ Ով է, Աղվան Վարդանյանը, ով է։ Դե հիմա ինքը վիրավորեց մարդկանց։ Մարդկանց ոչ լուծության մեջ մեղադրեց։ Շուտով իրանց սաղին կվիրավորենք, անենց կվիրավորենք, որ տեղերը չեն գտնելու։ Այդ իրանց քմծիծաղներով, այդ իրանց դա մի րոպե դաշնակցությունից ասում ես կաներես էլ Արտիվ Մինասյանը արտարդատության նախարարի հետ ինչ էին ծիծաղում սահմանադրական դատարանի որոշումից 2 րոպե առաջ ինչ նորություն ասեց Արտիվ Մինասյանը ագանջից որ էնի ժպտերես իրար հետ սենց Արսեն դու դեմ ես որ մարդիկ շփտում են թող ոչ ես դեմ եմ որ հայկական հարցը երբ որ այս կարգի հարցը քննարկվում հասկացեք սա սահմանադրական հարց չի սա մեր ինքնության հարցն է մենք պատրաստ ենք որով մեռնելու թուրքի դրոշակի տակ թե ոչ ես այդ եմ ասում ես ասում եմ թուրքը ուրիշի պլաններով իր պլանները չի դա մժեղի նման գալիս է տիրանում ամեն տեղ ամենուր Իդեպ ուժեղ Հայաստանն էլ էր ասում են 300,000 ադրբեջանցուց ինչ կա կուրսի ես Արսեն ջան Ես կներեք բայց ես 300,000-ը շատ ցածրացած տիրեմ պատկերացնում Վերջի եկել են թե գալիս են Տեսեք իրանք գալու են սպիտակ դրոշի տակ բայց 3 օր առաջ Բաքվում գիտեք ինչ էին բանկարկում հային մենք խաղաղությամբ ենք մորթել, ինչ որ դες բաներ էին բանկարկում։ Հասկացեք, թուրքը ընդամենը փոխվել է հետևյալ կերպ 21-րդ դարում իր շորն է փոխել, մեջը նույն թայլատի սորտերն են։ Մենք այդ ամենը հասկանում ենք, մենք դրա մասին 8 տարի շարունակ խոսում ենք։ Մնում անդիմությունը Որ անդիմությունը ցավը տանը։ Այն անդիմությունը, որին ցավը չի մասնակցել։ Այս ընդրություններին չի մասնակցել։ Այն մարդիկ ովքեր սրտացավ են իրոք, չեմ
տեսեք ով կփոխի Նիկոլ Փաշինյանին, մաքուր լրի մաքուր կենսագրությամբ մարդիկ, ովքեր, ես չեմ ասում ամեն մարդ Քաղաքական դաշտության նմանները մոտավորապես ես պատկերացնում եմ, անուններ դեռևս չեմ տալի, բայց այդ մարդիկ գալու են ոչ թե ես գամ իշխանության, ասելու են հետևյալը, ես գալիս եմ մաքուր քո կարծիքը արդայելու իրավունք տալու համար, ես չեմ գալու իշխանություն կազմելու համար։ Այն մարդն ով եկավ ասեց ես Նիկոլից լավն եմ, ես նա չեմ հավատալու։ Իդեպ շատ լավ է տրամադրված, բայց ընդդիմությունը, ներկա ընդդիմությունը, ճակերտավոր, արդեն տիտղոսայինը չեմ ուզում ասել, ուրեմն դեռ հավակնում է 2028 թվականի ընտրություններին մասնակցի, թիմ ընտրություններին եւ արդեն երևում է այդ թեզերը, որ մասնակցելու ենք, այս խորհրդարանական ընտրությունները դորդուբեշ են արել, հորով արեցին, մանդատները վերցրեցին, հիմա արդեն 28 թվի քաղաքապետի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին են։ Երազելու են։ Այբ որ մենք կոֆեն խմելուց հետո կպայմանավորվենք այդ ոնց է այդ հայերովս հավաքելու, վեշ-մեշոք անենք դրանց, իրանց փողերով ու իրանց երազանքներով։ Արցախը մեզ գրել են, ով դժգոհում է երկրի աղետալի վիճակից, թող պահանջները հացեագրված լինեն Նիկոլին ու նրա ընտրողներին։ Տեսեք, ընդդիմությունից ոնց ընտրողներին ինչ ունես ասելու։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը, Նիկոլին ընտրողների, ընդե բազմաշերտ է։ Բայց կոնկրետ զանգված է, չէ՞, ամփոփող։ Ոչ, իրանք տարբեր մարդիկ են։ Տարբեր շահագրգռվածություն նկատի ունեմ։ Հա, տեսեք, իրանք պարտաճանաչ են նախ առաջին, այդ թամբալ մերոնցից, ովքեր որ պետք է գնային ոչ ասեին։ Ընդդիմությունից այո, մարդիկ այն ասում են, ես ասում եմ, ինչ չեմ սեվերվել Ռոբերտ Քոչարյանի։ Երբ որ ես իրանց հետ խոսում ասում եմ, Ռոբերտը գա, ասում եմ, արա, հա։ Դաշը ես պատրաստ եմ այդ հրեշին թող գա նստի, բայց դա հայկական հրեշ է։ Դու չեք հասկանում այդ կանը։ Հա, այդ ռուսականը մի քիչ կկոտրենք իր մոտ ընթացքում, բայց ինքը հայկական հրեշ է։ Ես քաղաքական հրեշի մասին եմ խոսում, առաջ դադի չտակ ինձ որ հրեշ ասեցի իրան։ Հիմի տեսեք, Նիկոլ Փաշինյանը նման է մի մարդու, տերորիստի, ասենց ասեմ, ճակերտավոր, որ 10 հոգու արդեն խփել է, ինքը արդեն ցամայով էտում է։ 15 խփի, 20 խփի, ստորավնա ինքը ցաման արդեն վեկալել է։ Այդ մարդուց դուք ուզում եք որ ինքը հետ նահանջանի, չի անել։ Չի անել։ Հիմի նայեք, ինչ մնում է թիրախավոր ենք։ Յուրաքանչյուր երկրում, ես որպես քաղաքագետ եմ ասում, յուրաքանչյուր պետության մեջ իշխանությունը այլանդակվում է այն դեպքում, այսինքն այլասերվում է, երբ որ չկա ընդդիմություն, հասկացեք, կեղծ ընդդիմություն, որը բիզնես է պահում, ես չեմ կարող իրան համարեմ, հələ գնացեք ընդդիմության լիդերների տաները նայեք, իրանց մեքենաները նայեք շքեղությամբ, որտից 10 տարի բան են, դեպուտատ են աշխատել, որտից այդ գումարները ախպեր, իրանք հրաժարվել են բիզնեսներից, որտեղից այդ գումարները իրանք, հարցից պատասխան տվեք։ Այսինքն նման որակի ընդդիմությունը չի կարող իշխանափոխություն անել։ Զերո։ Այս կուզենայի 18 թվականից առաջվա Նիկոլ Փաշինյանը այսօր իր դեմ պայքարել, դուք տենայք ոնց կծխել իրան։ Դուք պատկերացրեք 5000 ընդդիմադիր այդ Նիկոլը միջև այսօր ընդդիմադիր զամիակ է։ 60000 ձենը գողանալուց հետո Նիկոլ Փաշինյանը դռները կջարդեր սաղի։ Անշուշտ։ Տվեք մեզի Նիկոլ Փաշինյանին, մենք Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Մենք Նիկոլ Փաշինյան ընդդիմություն ենք ուզում, հա։ Այո։ Անկեղծ Նիկոլ Փաշինյան, դուք վտանգավոր թեզեր եք արդեն ասում եթերում։ Ինքը Կոլբայում մեծացրած հրեշ է, որը այսօր ուղղակի բաց է թողվել տերերի կողմից, թե ներքին, թե արտաքին, որը այսօր ժողովուրդ ինքը չի պայքարում Արտուրի, Արսենի դեմ, եթե դու լուր ես։ Ինքը պայքարում է, երբ որ դու ազգային ես քարոզում։ Անկախ քո պատկանելիության, ես դի ես, ասխորի ես, վերացի ես, ով ուզում ես եղի, Հայաստանում, եթե դու ասիր ազգային արժեք ունես, Մասիսար, եկեղեցի սիմվոլի, եկեղեցին հիմի հարց եմ տալիս, կներեք որ շատ եմ խոսում, ոչինչ, ուրիշները կոմոտ են հարց եմ տալիս պերյամոյ նայելով բանեն, օնլայն տեսախացիկին, Նիկոլ Փաշինյան, այդ եկեղեցի գնալ, ծնգաչոք աղոթելը, շքախմբովը, ինչի վերացավ։ Սարեցրել ես հարաբերությունները այդ Աստծո հետ։
թե դա բեմականություն է, ժողովուրդ արթնացեք։ Դուք չեք տեսնում, այս մարդը ինչ նպատակը հարմար է, այդ օրը այդ սերիալը վերնում անում է։ Ասեն մինչև քո այստեղ գալը եւ քննարկումը ավելի այսպես թեժ լինելը, մենք անի քննարկում էինք, որ հրապարակորաթը նախորդ օրը գրել էր, որ հապարը չի լինելու ազգային ժողովում, այսինքն հրավել որպես այդպեսին չեն անելու 9-րդ գումարման։ Անային է, եթե ինքը գնար, ուրեմն սխալ է։ Այդ եմ ուզում հարցնել, որ գնաց սխալ կլինի։ Ես տեսեք, վեհապարը կողմից վեհապարը որպես մարդ չնայելով որպես վեհապար, միակ մարդն է, որ իր առաջ չարազները ես չեմ ուզում քննարկեմ։ Բայց տղամարդու Իմ կարծիքը կարամ ասեմ, գնալ չգնալու է տաբաց։ Երբ որ դու արհամարում ես ոչ թե մարդուն, այլ եկեղեցին, հասկացեք, կաթողիկոսը դա մարդ չէ, ոնց դա ինստիտուտ է։ Եկեղեցու հիմնակարներից մեկն է, դա Աստծոմից օձյալ է։ Ուզենք չուզենք, Աստված եթե տեսնի ինքը ներա, իրիկունը քնի արավը տրամբա սրդի վրա կկանանեցնի։ Ինչու մասին է խոսքը։ Ես ով եմ Աստծոց առաջ եմ ընկե, դու ինձի պետք չես։ Ես լավ հավատացյալ եմ, ես չեմ, եթե իմ գլխին չտելի չորի, ես չեմ մեռնի։ Ես կաղոթեմ իմ համար, հասկանում եք, բայց ինքը Haman, հայոց, կաթողիկոսը այդ ճիջուներ, ճիվախներ, դուք ով եք այդ մարդուն այդ ինստիտուտը փորձեք փոխել։ Բայց ասա որ վեհապարը իրան պահել է շատ այսպես, հա, լավը մի քիչ ասել։ Դու տվեք չքննադատեմ, ես իրան քննադատել եմ։ Ես քննադատելու եմ, բայց ժամանակին ես Առաջարկում եմ սուրճով ընդմիջում անես ասեն։ Շատ զայրացած չեմ։ Ժամանակին բոլորը Նույն տեսակը չէ ճանաչում։ Հիմա ես ամենալավ Սենց խաղաղ վիճակում եմ ես։ Ես էկրանից հետո չեմ, կյանքում եմ այդպես։ Որ ասում ես կաթողիկոսին քննադատել է, ժամանակին ես էլ եմ քննադատել, բայց այդ ժամանակին մենք պետության խնդիր, երկրի կործանման խնդիր չենք ունեցել։ Այդ բացողումները հոգևոր դաշտում եւ հոգևոր դաշտում բնական է որ կարար լիներ։ Այսօր մեր ասենք կոնկրետ ոչ թե հոգևորականության եւ հոգևոր դաշտն է, այս մարդը կպնում, այլ կպնում կրոնին, եթե դու նկատել ես ինքը կրոնի վրա է աշխատում։ Թիրախավորել ինքը փորձում է կրբնել կրոնին, ինքը փոքր մարդ է որ կրոնին կր։ Նախ առաջին Ալեքսենս ասեմ։ Ես կրոնավոր չեմ։ Ես աստվածապաշտ եմ, բայց կրոնավոր չեմ։ Տարբեր ենք, էլի մի քիչ իրար։ Կրոնն ու հավատքը իրարից տարբեր հասկացություններ են։ Կրոնը ինչ որ sense շղթայված դիսակատարություններ բան, ես դրան ոչ մեկին չեմ բանանում։ Գնացեք ինչ ուզում եք, իմ համար ծյորամն է, եթե կիրագյորը սպասեմ առավոտ քանիսին բացվի օր, ես էտա մեծ օր է հենց։ Ես արդեն կրոնի տակ եմ մտնում, բայց երբ որ ես, ասենք հենց հիմա ստեղից ելնելուց, էշ միածին կարող եմ մտնեմ, աղոթքը մի հատ աղոթքը սանեմ, կապ չունի այդ ժամին, ժամերկություն կա դե չկա, ես Աստծո հետ եմ հաղորդակցում, ոչ թե անձանց հետ, որոնք ձեռքերն են տնկում, որ ես շատ խնդիր եմ տեսնում մեր առաքելական եկեղեցու մեջ, ու դա մեկ անձ է, որը հետևորդ է։ Ես կբարձրացնեմ, իրանք կընդունեն, չէ, Աստծո առաջ են իրանք պատասխան տալու։ Ես չեմ, բայց էլ եմ ասում, մի քիչ ոչ շատ գերագնահատեք կաթողիկոսի դերը, ոչ թերագնահատեք։ Կաթողիկոսը դա ներկայացուցիչ է։ Այո։ Ընդամենը ինքը պարտավոր է խառնվելու քաղաքական դաշտի իր խոսքով, բայց պարտավոր չի դեսանտ ուղարկել այդ նույն քաղաքական դաշտ։ Իրավունք չունի ինքը դեսանտ ուղարկելու։ Բայց բանը մեր մոտ ախր լիքը բաներ փոխվել է Նիկոլի ժամանակ, ասեմ, հիմա սա քաղաքական հարցեր չեն, որ մենք հիմնականում քննարկում ենք, հատկապես նայ Արցախը ամբողջական հանձնելուց հետո, հա, մեր այսօր լինել չլինելու, մեր այսօրվա եւ վաղվա մասին մենք պիտի հոգ տանենք, չէ՞։ Այսինքն սրանք զուտ քաղաքական վիճակը օրհասական է, ամեն տարի ասում եք վիճակը օրհասական է, բայց նաեւ այն ժամանակ, երբ որ հայրի այստեղ կհանձնվի այդ Արցախը։ Չի ժամանակավոր հետ նահանջ ենք ունեցել ստրատեգիցկի, որովհետև ներսից ունեցել ենք դիգունքից խփողներ։ Չեմ ասում իշխանությունից, տենդիմությունից, բայց եղել են մարդիկ, որոնք խանգարել են, թե իրանք չհասկանալով, թե միտումնավոր, որովհետև մենք ունենանք այս չակրտավոր պարտությունը։ Չի կարա 44 օր մարդնչած երիտասարդը ավտոմատով կամ մնացած զենքերով, որը 200 միլիոնանոց թիկունք ունեցող թշնամիների պայքարել է 44 օր, ու ինքը չի հանձնվել, զենքը չի դրել։ Կռվել է մինչև վերջ, այդ Նիկոլն է ասել, հետ արեք, փախեք, գնացեք։ Այդ որ ասում եմ, դուք ընդերից փախել եք, դու ամեն ինչ արել ես Նիկոլ Փաշինյան, ամեն պայմանները ստեղծել ես, որ այդ մարդը փախնի, չկարանա ով իր ճատինգը թողա որ դուք գաս սպանի։
քանես չէ անվտանգության։ Ես իր մայր Կամի դառը հայրենիքն ճշմարտություն, Հիմա արտուր։ Հայաստանի Հանրապետության հարցն է, Տիգրանաշենը գիտեք, հա, ինչ բանա խաղաքարտա դրել սեղանի։ Հիմա նայեք, իրանց նույն ձևով, հա, ինչ որ եղավ, եւ հիմա անցնում է այս մարդը արդեն Տիգրանաշենին։ Հիմա ինչ արեցինք մենք, որպես ՀՀ քաղաքացիներ են պահանջած իրական, հա, որ ասում ես այո ժողովուրդը մեղավոր է։ Այն Երևանում նստած մարդը պետք է մտածի իրանց ինչ եղավ, կամ չգիտեմ, արտաշատում նստած մարդը այսօր կարող է մի քիչ մտածի Տիգրանաշենի մասին, որտեղ մի քիչ մոտ է։ Հիմա տեսեք, ես որ ասում եմ պետքա գլուխը նորմալ մարդը լինի, էլի իրականությունը։ Նախ առաջինը ինչ ժամանակ անցնում ու ինչպես է Տիգրանաշենը գարել ադրբեջանական։ Մի հատ պետք է հիմքերը նայվի, թե ով է վերցրել տվել Տիգրանաշենը։ Չի կարա Երևանի կողքը Ադրբեջանի գյուղը լինի օրինակ։ Չի կարա դες բաներ, ով է ում Լեհարության Ադրբեջանի թեզը, որ շրջանառության մեջ են դրել, Ալիևներ ասում էր մայրս Կրիվոյի աղջիկ ա եղել, իրենք անգամ Հայաստանի ամբողջ տարածքը սուվերեն դիտարկում են որպես արևմտյան Ադրբեջան, մենք տեսանք, որ իշխանության նախկին ազգային ժողովի նախագահներ ասում են, հա դե նորմալ է, թող գան ապրեն։ Ինձ կհիշեցնեք մեկ դեպք։ Թող ժողովուրդը մի հատ տագը գրեք, էլի։ Եթե մեկը քիշեք այդպես դեպք, աշկս կողեք։ Ալիևը կամ որևիցե մեկ բարձրաստիճան չինովնիկ մի միլիմետր նշել է Հայաստանի տարածքից, կոնկրետ միլիմետր։ Ասել են, չէ, մենք պրեզիդենտ են գալիս, է սուվերեն է, բան։ Հիմա իրանք ասում են անկախության հռչակագիրը անի, ինչի որև Արցախը կա, չէ, հղում կա։ Բայց հիմա ինքը որ իր հաջորդ է իրան բանանում առաջին հանրապետության, այդ ինչի մենք դեն չենք անում։ Իսկ միգուցե կա հետ բան որ առաջինի ժամանակ ինչ որ ժամանակ մենք այդ ձեր նշած ուժերի ցելնելով այն ժամանակվա իշխանությունները ունեցել ենք 9000 քանի 100 քառակուսի կիլոմետր, հա? Այդ եփա եղել որ մենք մերը նշում է 86 ամբուգը առած 80 մի տեղ ասեք որ Ալիևը ասել է 29000 այսքան քառակուսի կիլոմետրը դա Հայաստանի սուվերեն տարածքն է։ Փոխեք աշկս։ Չկա որովհետև Ալիևը չի ճանաչում քո սուվերեն տարածքը չի ճանաչում։ Նիկոլ Փաշինյանի այդ ջղացումներով ասեն ճղճղալով հարց չի լուծում։ Բերեք փոխեք աշկես, որ սիմպոզիումը լինի, ազգական հարաբերությունների խոսակցությունները, որ իրանք ասել են 29843-ը ձեր նախվեց։ Չկա, որտեղ իրանք աշկը շատ ավելի մեծ է։ Իրանք հավաքում են Հայաստանի Հանրապետությունում Պատմությունը եթե նայեք, մի ժամանակ եղել է, որ մենք ունեցել ենք նորից եմ տեղում, մոտավորապես եմ ասում 10000 քառակուսի կիլոմետր։ Իրանց այդ իրավա հաջորդության խնդիրը դա է։ Ինչի՞ չեք բարձրացնում։ Ասեն, եթե դու լինեիր հակառակողի, հիմա դու մեղադրական ինչ-որ բան ունես, եւ քո ներսի գլուխը գլուխ չի։ Ադրբեջանցիները ոնց ուզում ունեն անում։ Ադրբեջանցիները միշտ անելու են, որովհետև Ալիևը երբ հայի հարցը փակեց, խաղաղություն եղավ կոնկրետ Ալիևը այլևս չի լինի դեղ ղեկավար։ Սա հիշեք իմ խոսքերից։ Հենց ճնշումների միջոցով այլ երկրների բան որ ասում են, հենց խաղաղությունը, իրական խաղաղությունը եղավ, Ալիևը իր աթոռը պահում է հակահայության վրա։ Արսեն նորից անդրադարձ կատարենք ընդդիմությանը, որովհետև իրականում մենք այսօր այստեղ ներողություն անի, ես կնաև չանտես անգամ մարդկանց հարց չի որպես այդպեսին, բայց ասում եմ ժողովուրդը ավելի մեծ արհավիր կա տեսել, պետք է իրան ամեն դեպքում ներշնչել, որպեսզի դուրս գա փողոց։ Այդ ներշնչանքը ով է ներշնչը։ Դրա մասին ենք խոսում։ Այստեղ նաև Այնուհանդերձ ասում են, որ Ծառուկյանը ներողություն եմ խնդրում ազգային մեծ բարերարը, մայրը, կինը, որոնց հիմա սրբացնում են ահավոր նվաստացումներից հետո։ տղաներ, Հարցը դժան չէ։ օգնեք ինձ հասկանալ նաև հերոստատիտողին։ Եթե ընդդիմությունը իր ընտրողին սկսել է մեղադրել, վիրավորել, խոսել այն բառամթերքով, որով իշխանությունն էր վիրավորում ընդդիմախոսներին եւ ընդդիմադիր քաղաքացիներին։ Ինչ հույսով են նրանք մտածում, որ կարող են փողոց գեներացնել այդքանից հետո եւ չեն կարծում արդյոք, որ ընդհանրապես մեկ տարվա մաքսիմումը կյանք ունեն, որովհետև ազգային ժողով մտնելով իրենք հեղինակազրկվելու են ամենավերջի ձևով։
եւ այս ներքաղաքական վիճակի լուծումը ո՞րն է ըստ ձեզ։ Տեսեք, իրանք եթե մի վարյան չկասկածեին, որ իրանք կարան փողոց գեներացնեն այսօր, իրանք վաղուց տարել են։ Ինչի չեն կարողանում։ Որովհետև իրանք շատ լավ գիտեն, թե ոնց են իրանք այսքան մանդատով հավաքել։ Շատ լավ գիտեն։ Ու մենք է բոլորս էլ ապուշ չենք։ Օրինակ լսեցի Գոհար Ղումաշյանը փողոցային պայքարի հետ կապված ինչ ասեց։ Երբ ես լսել եմ, որ իրենք քննադատում են եւ միայն հակաիրավական կոնտեքստում են տեսնում փողոցային պայքարը։ Մարդկանց կարկառուն ներկայացուցիչներն այ 21 թվականին ասում էր, եթե վերցնեն մանդատներ իրանք դավաճանեն, այսօր նստել է ասենց ուշ, եթե չվերցնեք մենք ժողովրդին կդավաճանենք։ Արսեն Վարդանյանը անվանը հայտարարեց, որ չի վերցնելու մանդատը։ Եթե հաղթանակ չտանեն։ Հիմա որոշեց, որ կվերցնի մանդատը, քննադատողներին ոչ լոտ անվանեց։ Լավ են անում։ Ինչ գնահատական են ձայները տվեցիք են մարդկանց, որոնք քաղաքականության հետ вообще կապ չունեն։ Դաշնակցությունը ինչ իրավունք ունի вообще մասնակցել այս դեպքերով։ Ընդդիմությանը չես ընտրել, Արսեն։ Ես ընտրել եմ ընդդիմությունը, բայց ընտրել եմ իմ սրտից ելնելով եղածների միջից, որ ամենաշատը համարել եմ քաղաքական դաշտում պրոֆեսիոնալներ։ Լավ լասա մենք էլ մանանք։ Հա, մենք ճիշտ ասած չգիտենք ովքեր են պրոֆեսիոնալները։ Մենք օրինակ մարդիկ ես դաժե ինտերնետում չեմ ասում այն։ Լավ, չեմ էլ ուղղորդել իրանց ընդրեն։ Իհարկե կան։ Եվ այդ եղածների մեջ եղել է, պրոֆեսիոնալները։ Ես ստիպված եմ եղել մարդկանց ընդրել, բայց եղածների միջից թիմ ա եղել, որ ավելի շատ պրոֆեսիոնալ ա եղել, քան մնացածը։ Ու վուրդից ինչ, ես ասում եմ ուժեղ Հայաստանում մարդիկ են եղել, որ ես եթերներ եմ բացել ու հարցեր եմ տվել, իրենք զարմացած, որ անցած տարի Աննա Հակոբյանի ֆոնդին փող եմ ուզել։ Հիմի հարց եմ տալիս, ինչի են իրանց մեջ մանդատավոր դառել։ Արսեն, բարի գործերի համար, ինչի։ Բարի գործ չկա, Աստված անգամ Հիսուս Քրիստոսը անգամ ասեց, ես բարի չեմ, բարին ինձ ուղարկողն է ու ինձ ասեք վարտապետ, բարի չեմ։ Եթե Հիսուսը իր վրա չի վերցնում, որ ինքը բարի ա եղել, դուք ով եք այ ճիճուները սենց ասած որ դեզի բարի տեղ եք դրել։ Ինչ բարի։ Ինչ բարի։ Բարի չկա, Հայաստանում բարի մեռած է կամ քնած է։ Ես խոստանում եմ, քաղաքական դաշտը վերակենդանանալու է, ընդդիմության համար եմ ասում։ Այս դերասանների սաղին գրողի ծոցն ենք ուղարկելու։ Բոլորս միասին։ Հելնելույն սելափի պես սաղին գրողի ծոցն ուղարկենք։ Ու պետք է որ իմ Հայաստանը շանս ունենա։ Ես միշտ ասում եմ, Հայաստանը դատապարտված է, լավ պետություն, լավ հզոր հայրենիք եւ հզոր քաղաքացի ունենալ։ Դատապարտված ենք մենք։ Ուզենք դաժե հրաժարվենք, Աստված ստիպելու է որ ոչ։ Այս ոգեշնչող նոտայի վրա Ալբերտ Ուզենայի անդրադառնային վիոլա ջրին, որովհետեւ արդեն քանի օր է մարդիկ ազատվում են։ Բացի 18 պլյուս չի լինելու։ Ես որ վիոլային արտահայտվեցի, հիմի ասեցի ինչ եմ մտածում իր համար, ձեր ետերը հաստատ 18 Աղիքային վարակներով մարդիկ եւ հատկապես երեխաները մանկական բաժանմունքները ֆրանսիական է վիոլա ջուրը։ Դե եթե ֆրանսիական ուրեմն Չէ, հարց եմ տալիս։ հայկական է վիոլա ջուրը։ Դրա համար չեն հետում ստուգում, փագում, pedagogan Դե հիմա ստուգել եմ եւ հասկացել եմ, որ ողոքման ջուր է խառնված։ Հիմի Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է դրա համար, թե ոչ։ Դե Նիկոլ Փաշինյանը ինչով է պայմանավորված։ Ինքն է, չէ՞ նշանակում վերադասներին, ովքեր ստուգելու են։ Նիկոլ Փաշինյանը, դաժե սվետաֆորը հանգարցնի իմ գլխին, ինքը դրա համար էլ է պատասխանատու։ Որտեւ ինքն է նշանակում մարդկանց, ով որ դրա համար են պատասխանատու։ Դե լավ, դու դիմադիր ես, քեզ հաստատ չի։ Ես հայ եմ։ Ընդդիմադիր չեմ։ Մի քանի օր առաջ օրինակ հիվանդանոցում մարդիկ ուզել են իրենց մամային տանեն, հա, ստուգումների ասել են չեն գրացնում, որովհետև ընդդիմադիր ես։ Տղան էլ բղավում է եւ փոխեց ոնց որ ստոլբակ ընկնի թե ծառ ընկնի հաստատ։ Այդ դեպքում հումորով պատասխան եմ, թող մանգա ընդդիմադիրների հիվանդանոցը շատ ավելի։ Գնանդ է։ Լավ բայց երեք ժողովուրդ ջուրը մարդիկ չեն կարողանում ծորակից Հայաստանում պատկերացնում եք նման ջրառատ երկրում անգամ ջուրն են կեղտում որովհետև գարն ու ջրին խմելու խառնել են արտիզան ջուր բորոքման ջուր են խառնել Թույլ տվեք ձեր տաղավարից երկու բառ ասեմ թող ժողովուրդս լսի ու դուք եք իմ հետ միասին ուրեմն Հայաստանը անկրկնելի է այդ դրա համար չեմ ասում որ հայ եմ դրա համար ասեմ գողեն երկիրը իրոք դրախտավայր է ամեն հարստությունը ունի Հայաստանը նավթը վերջանում է բայց գնացեք Սյունիք տեսեք Մենդելեևի սաղ աղյուսակը կա
ուղղակի պետք է ճիշտ կառավարիչներ, պետություն, հայրենիք սիրող մարդիկ, անկախ իր ազգությունից, տեսեք ինչ եմ ասում, պետք է այն մարդը, ով որ այս պետությունը պահում է, իրան գնահատես իր համար։ Պետությունը ռեկետ պետքա չսարքես, պետությունը հավաքում սարքում են սպան հետ, որովհետեւ մարդու շահը սպասարկի, կոնկրետ մարդկանց շահեր սպասարկեն, ոչ թե հաստահեդուկների, այն Ռուբեն Հակվերդյանի մի հատ դա վերջում է, չէ՞, ով էս դարերի մենգեշ։ Մի հատ եմ խորհուրդ կտամ ամեն մարդ այդ երկու այսօր մի հատ լսի։ Ցավոք Ռուբեն Հակվերդյանն էլ սատարում էր Նիկոլ Փաշինյանին։ Ինչեւ է սատարում էր շատ կրկոտ։ Այսօր շատերն են Ուզում եք սատարում, սատարեն։ որովհետեւ ասում եմ իրանց Ես ուզում եմ յուրաքանչյուր հայ սատարի իրեն ու իր պետությանը։ Ոչ թե անձի, այլ գաղափարի։ Մաքրեք այս կեղծ ընդդիմությունը ու դուք կտեսնեք որ Նիկոլի կողքը մի հոգի չի մնալու։ Մի հոգի, քանի կաղվան Վարդանյանները անգամ հենց իր պրյամոյ չեմ ասում իր բան։ Նվեցեք դաշնակցությունը, դաշնակցությունը ում դեմքերով է գնում։ Սաղն եղել է մինիստրներ։ Վարդանյանը դաշնակցության քվոտայով չի դարել պատգամավոր։ Չէ, բայց ընդհանրապես ասում եմ։ Հայաստան դե հիմի դաշնակցությունն է, չէ՞ դարը, Իշխան Սաղաթելյանը, մնացած դուք ինչ կան ես ձեզ հիշում եմ իշխանության կամ ընդդիմության մեջ եք։ Ցույց տվեք 5 տարվա մեջ ինչ եք արել դուք։ Ինչ օրենք եք անցկացրել կամ ինչ եք արել բացի ծեծ ուտելուց։ Եվ հայհոյանք ուտելուց։ Պարգևավճար ստանալուց։ գտնեք։ Ես չեմ կապնում ընդդիմությանը չի մասնակցում։ Արտուր ջան, տես սաբը տանեմ։ Դու մարդկանց հենց հիմա սխալ ճանապարհով ես տանում։ Ժողովուրդ քաղաքական դաշտում ընդդիմությունը չի մասնակցել այս ընտրություններին։ Ես ձեզ վստահեցնում եմ, մասնակցել են մենակ այն մարդիկ, ով ինչ որ բան ունեցել են պահելու։ Մի այն մարդը, որը եղել է սրդանց, իրոք ինչ որ բան ուզեցել է անի փոփոխություն, այդ մարդը այսօրվա դրությամբ տնե զրգում է, այդ մարդուց ամեն ինչ տանում են։ Ինքը կարա սիրուն Նիկոլի հետ պայմանավորվել։ Ոնց որ եղել է Սաղի հետ։ Գագիկ Ծառուկյանը Սաղի հետ միշտ պայմանավորվել։ Հաջորդ հով ա լինելու։ Ինչու՞։ Ասեց երագլուխ, այդ երագլուխներից լբոր մեկին ենք տեսել։ Եղբայր ինքը առավոտ հելի կարող է երագլխից մեկը ես եմ mən։ Դու ունես։ Իր համար ինչ կա Նիկոլ Փաշինյանը, ախր հասկացի, այնքան կանխատեսելի մարդ է։ Իրան ասում են, ոչ ես կանխատեսում ինչ կարանի։ Շատ հետաքրքիր անձնավորություն է, ասեմ իմանալ։ Ու իրան կանխատեսել է իրան, այնքան հեշտ է։ Լսի, պետության հայրենիքի խնդիր չունենայինք, գիտես ինչ կարող։ Այս ընդդիմության Եթե ինքը Արցախը չազներ ազգային իշխաններ, ես իր կողքը կանեի։ Չէ, ես չի կանգնի, ես գիտեմ, անգիր գիտեմ, չի կանգնի, բայց գոնե ասենք ամենաուժեղ պոպուլիստն է, ինչ կանեի, բայց ամենաուժեղ պոպուլիստն է, ինքը այսօր փողոցի դերն է, ավելի թեթև կլինի, չի կանգնի։ Իշխանությունը Ինքնա ազգութին մասնակցել եմ, ես չեմ բացառում եւ չեմ էլ Չես հրաժարվում, ուղղակի ուզում եի որ դու դա ասեիր, եթերում ու հստակտողը եւս մեկ անգամ լսել։ Ու նաեւ օրինակ ծառայես, որ մարդիկ ովքեր սատարում են նորմալ է։ Թող իրանց խելոք պահին ու նորմալ պահին։ Բայց դու մասնակցել ես ճիշտ գաղափարների համար։ Այո, ես չեմ հեղափոխական գաղափարների համար, որոնց դավաճանեց։ Ես չեմ պատկերացրել, որ պիտի գանք հասնենք մի իրադրություն, որ ես պիտի եկեղեցու կողքը կանգնեմ, այսինքն իմ ազգային եւ իմ ինքնություն պահելու համար ես պիտի դուրս գամ։ Ո՞վ է այսօր փողոցի տերը։ Ո՞վ է։ Այսօր չունենք փողոցի տեր։ Ո՞վ չունի։ Քիչ ունես։ Նիկոլ Փաշինյանը չի։ Հա, ինքնակա, հա, այդ առումով ընդդիմությունը այս մեր քաղաքական դաշտում այսօր, որոնք որ արդեն գործում են ընդդիմությունների մասնակցել են, իշխանություն ընդդիմությունը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը իր մեջ, իր տեսել է որ այս ընդդիմություն չկա։ Փաշինյանը ուզենա փողոց կգեներացվի։ Ինչ ես կարող։ Այս կեղծն, վայ, հələ թող մի հատ Ռոբերտ Քոչարյանը բան ասի։ Եթե ընդդիմությունը չօգտի, Նիկոլ Փաշինյանը այս պայքարությամբ չի կարող։ Ես այսքան ժամանակ քեժամ ձեր ինչ եմ փորձում ասեմ։ Քանի կա այս ընդդիմությունը Նիկոլը ամեն ինչի տերուտ իրական առնելու։ Մի զայրացիր մենք էլ ենք դա։ Չեմ զայրանում, դա ես ֆիքսում եմ։ Ռոբերտ Քոչարյան, բայ։ Ոչ միայն բայ, գնա հանգստացի ախպեր ինչ ես ուզում։ Կապիտալիստները պետք է հեռանան քաղաքական դաշտից։ Քարքաթում, ես չեմ ուզում դու լես։ Ուրեմն այն տերերը, որ իրանց բերում են, ստեղ ուզում են ընդդիմություն խաղացնել, տասնյակ միլիարդները ծախսես, մեկ այդ կերպարները պարտվելու են Նիկոլին։ Իրանք այնքան են վագները, չես կարա։ Իսկ այս մարդիկ, ովքեր քաղաքական դաշտի հետ вообще կապ չունեն, այս բիզնեսմենները, որ գալիս են ուզում են քաղաքական դաշտ մտնեն, իրանց հետ էլ այսքանով վերջացնենք, չասեմ էլ։
Լավ, հիմա անդրադառնանք կենդանիներին, թափառողջները օրինակ կծում են մարդկանց։ Շատ ուժեղ անդրադարձեր։ Այո, կծում են մարդկանց, եւ մենք դեպք ունենք, որ առողջական խնդիրներ առաջանում։ Այսա հարցը ոնց լուծենք, թեև քաղաքապետարան ասում է, մենք զբաղվում ենք թափառող կենդանիներով, ինչ կասես արդեն։ Դա բոլոր պետություններում կա այդ խնդիրը։ Ու մենք պետք է վերցնենք Օրինակ ես Եվրոպայում ման եմ եկել շատ եղել, ես տենց թափառող բայց ինքը կա։ կենդանի տեսա։ Տեսեք, ինքը կա այդ խնդրեմ, ուղղակի լուծում է տրված։ Մեզ պետք չի նոր հեզանիվ այս հարցերում, որ ազգային հետ կապված չի։ Այո։ Մեզ պետք չի նոր հեզանիվներ հորինել։ Կարելի է վերցնել ISP գաղափարը, որ վերցնես դնես ու աշխատի, ինքը աշխատելա, չէ՞ ինչ որ ինտեր պետություն։ Մեր աշխատածրա ինչ է Սավինյան նստե բան հորինում։ Էս անեմ, են անեմ։ Մի հատ ուրիշ բաներ ասեմ ու բան, տեսեք, մեզ ասում են Եվրոպա գնանք, Ռուսաստան գնանք, էս գնանք։ Մեզի ոչ միտեղ պետք չի գնալ։ Ցիվիլիզացիան մեզնից է սկսվել։ Ես ֆաշիստ չեմ, նացիստ չեմ, բայց ես ասում եմ Հայաստանից է գնացել քաղաքակրթությունը։ Մենք կարանք վերցնենք օրինակ Եվրոմիությունից մարդու իրավունքների բան։ Կարող է Եվրոմիությունը ասել, չես գալիս, չեմ տալ, հələ չանես իմ ասածս։ Չանես հանգարտին, իմ չափանիշներս ուր ես վերցնել դրել։ Ունի մեջ չես ունեն դրի գնաց Ռուսաստանի դիկտատուրայի ու ապրես։ Այդպես բան չկա։ Լավ բաները վերցնեք հայկականի մեջ միքսի, մենք հայ ժողովուրդ։ Նիկ մոռացեք, որը սարը մենք այս աշխարհին եկան բանում ենք տված։ Որ յուրաքանչյուր ազգի երազել հայի 10%-ը կարողանար այս աշխարհին տալ։ Այ աշխարհը ոնց է անդրադառնում այդ քո արժեքների վրա, որովհետև ես ինֆորմացիա ստացա, որ մի քանի մուլտիմիլիարդերներ, որոնք այդ շղթայից են ովքեր սրանց տիրություն են անում, սաղին, իրանք գնում են ֆերմերներ են առնում, ֆերմաներ տարբեր պետություններում, ասենք ասում ես $1 միլիոն, երկուս է տալիս, բայց քեզ ֆերմայից անում է, ու այդ ֆերման ներծնում են, որովհետեւ այդ գլոբալ ստովի ժամանակներ կան, այն ինչ որ խոստացված է, բայց մենք այնպես տարածաշրջանում ենք այսօր ապրում, որ մենք պետք է հասկանանք Թուրքը կամ մեր թշնամին, յուրաքանչյուրը, մեզ թշնամի եղել, թե պարսիկը, թե թուրքը, թե ռուսը, սաղն է թշնամի են եղել մեզ ժամանակի ընթացքում, եկել են մեզ գրավելու։ Եվ չի ստացվել իրանց մոտ մենակ մի բան, երբ որ ունեցել են խելքի գլխին մարդկանց մի խումբ, որոնք կարողացել են համախմբել իսկական ազգային մարդկանց։ Չեմ ասում ամբողջ Հայաստանին կամ ամբողջ ժողովրդին։ Դա ոնց եղավ, որ հիմա մենք կանգնել ենք մի իրադրության առաջ, որ թե դիվանագիտության, թե արտաքին եւ ներքին այս մարտահրավերներին չեն կարողանում դիմակայել։ Որովհետեւ մենք լավ, մի հատ sense հերետորական հարց էր տամ։ Okay, նայեք, 30 տարիներ շարունակ այստեղ աշխատանքներ են կատարվել։ 35 տարի, չէ՞։ Մի րոպե, 35 տարի, չէ՞։ Արբանյակները աշխատել են 30 տարի։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ 50 տարեկան մարդը, իմ տարիքի տղեն։ Այդ ոնց եղավ, որ Նիկոլի վաղ մեկից բացայտվա, որ ինքը թուրք է սիրում։ Ոնց եղավ, ինքը հենց Նիկոլը եկավ դաստիարակեցին, ոչ։ Սա բոլորիս բաց թողումն է։ Բոլորիս։ Որովհետև ժամանակին, երբ որ Սերժ Սարգսյանին հիմա քննադատեմ, որ դու կանե ասում ես, ես երազում եմ, որ ստեղ ադրբեջանցի սովորի, չպետք է ասվել դա։ Անկամ դա ծիլ է եղել, որ մարդկանց ուղեղի մեջ դրվի, որ տեսեք մեր իշխանությունն էլ է ուզում։ Ուրեմն մի բան գիտի։ Ուրեմն հիշեք, ոչ ռուսն է մեր սիրուն աշխարհի համար մեզ հրգելու, ոչ էլ թուրքը, ոչ էլ անգլիացին, ոչ էլ ամերիկացին։ Մեգա մենք մեր այրան շնորհիվ ենք պահել այս պետությունը, ու յուրաքանչյուր մարդ ովքեր կգան, իրանք անցորդ են ուղղակի։ Անցորդ են ու մոռանալու ենք իրանք կամ չենք մոռանալու, որովհետեւ օրինակ լինի։ Դասագրքերում օրինակ լինի, որ այս մարդկանց պես չլինեք։ Ու Նիկոլ Փաշինյանին է մի բան ասեմ, երբ որ իշխանությունը կփոխվի այն ուժերով, որոնք որ մենք ցանկանում ենք, որ փոխվի, մեկ օրվա ընթացքում բոլոր քո ապազգային որոշումները չեղարկվելու է։ Բոլոր։ Ինչի մասին ոչ մեկ չի խոսում։ Բոլոր։ Ստորագրված փաստաթղթերի մասին չեն խոսում։ Ուրեմն այդ իշխանությունը, որը նոր է գալու, 5 օրվա բան ժամանակ ունենա։ Եթե չարեց ինքն էլ առադելնելու, այդ տակ ժամանակ։ Դες ու տարիներին հնարավոր բոլոր հակասահմանադրական քայլերն ու որոշումները տեսել են Նիկոլ Փաշինյանին, հենց որ Նիկոլը եթե չի լինում, այս համակարգը փլուզվում է։ Կուզենայի մենք ամփոփենք այսօրվա մեր զրույցը։ Ինչ տեղի ունեցավ։ Օրինակ ընդդիմությունը ասում է, որ այս անգամ ժողովուրդը հաղթել է, որովհետև համանդրական մեծամասնություն չունի Նիկոլ Փաշինյանը։ Դե սկզբանե ասում ես սկզբանը։ Իսկ եթե պատերազմ տեղի ունենա, ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է անդիմության վրա, դուք էլ նշեք։ Եթե Հայաստանի Հանրապետությունում
Աստված ոչ արածը, պատերազմ տեղի ունեցավ, ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ընդդիմությունը, ով վերցրեց մանդատը գնաց պարլամենտ։ Եվ հենց հիմա Նիկոլ Փաշինյանը անցնում է մեր հետևով։ Ես հրավիրում եմ, եթե նայում եք կամ ինչ-որ բան, թող մտնի մի հատ 4 սուրճը կտնեք, երկու հատ հարց ունեմ իրան տալու։ Հենց հիմա ասում ա կողքից, հենց հիմա ասում եմ, եթե հնարավորություն կա, նայեք, ինչա տեղի ունենում։ Օպերատորին խնդրեի մի հատ ցուցադրեր Նիկոլ Փաշինյանը ինչպես է քայլում, հետո ասում եք ավտորիտարիզմ, բռնակալ վիճակներ, մարդը ազատ իր համար շրջում հասկանում ես Արտուր, մեր եթերը նայել երևի փորձում ավելի հետաքրքիր դարձնի։ ինքը պետքա որ ազատ քայլի այս պետության մեջ։ Ինքը պարտավոր է ազատ քայլի այս պետության մեջ։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ չպետքա եւ այնպիսի իրավիճակ պետքա լիներ, որ Նիկոլ Փաշինյանը այսքանից հետո չքայլեր։ Համակարգիքա համար է աշխատում, հանի ջան, Այո, ցավական, այդ համակարգն է դուսանի։ Մարդիկ Իշկան, ես իշկան ասեմ ձեզ, հասկացեք, նայեք, Ռոբերտ Քոչարյանը այդքան վնաս չի տվել իր ստորագրությունը, իշկան Նիկոլը, չէ՞։ Բայց այմի դիր Ռոբերտ Քոչարյանը նկարում Նիկոլ Փաշինյանը նկարը, Նիկոլ Փաշինյանը դի ջախջախի։ Ես ասում եմ, այս մարդու մեջը չի խնդիրը։ Խնդիրը մեր մեջն է, այդ չեղած ընդդիմության մեջը։ Հանենք, քշենք սրանց, իրական ընդդիմության զաստավիտ է կարանք անենք, որ Նիկոլն աշխատի։ Զաստավիտ փողոցով էլ ամեն ձևով է կանանք զաստավիտ անենք, որ այս մարդը աշխատի, հիմա ինձ 50,000 մարդ դուր, 50,000, եթե ես թողամ ինքը կարանա Տիգրանաշենը, տա մոտ ինձ ամբողջ Հայաստանում 50,000 մարդ դուր։ Դիմադրություն չկա, Արտուր, ինչ բայց մի բան է գարանտիա տու, որ այն կողքիցը սագանջներ չեն աճի։ Հիմա որ դուք էսել քննարկենք ու փորձենք ամփոփենք մեր զրույցը, դու որ անդադ ասում ես նոր ընդդիմություն, այդ նոր ընդդիմությունը օգուտ չի կախվելու։ Ինքը պիտի ունենա, չէ՞ քաղաքական։ Ինքը 9-րդ ամիսն է, ծնվելու է եղբայր, ուղղակի ես ակուշեր չեմ, չեմ կարող ասեմ բոլորը։ Չեք կարող ծնեք այդ նոր ընդդիմությանը։ Եղբայր, նայ, հիմա ես ի սկզբանե ասեմ, իմ քաղաքականության մեջ մտնելու իմաստը չի եղել, որովհետեւ մենք ինչ-որ բան գեներացնենք։ Իմ մոտ եղել է իմաստ, որովհետեւ այդ դաշտը, այդ ինտերնետային դաշտը չայլասերվի ու սուդը չտարածվի։ Մենք կարողանանք այլընտրանք լինենք, բայց հիմա տեսնում եմ, որ այդեն չի, եղբայր։ Այս մարդիկ մեզի սաղից դրել են դուրակի տեղ, բայց իրականում եթե ֆռստես դուրակը իրանք են։ Դե անի, ամփոփենք այսօրվա մեր զրույցը չեք հրավիրի ինձ։ Չէ, հետաքրքիր էր եւ ակտիվ էր եւ կենթանի էր ամենակարևորը։ Ինչու ես դու կենթանի հիմա բարեր օգտագործի որ կենթանի է, բայց դու հասկանում ես, չէ, այս մարդը ինչ բերում է օրակարգ, այդ օրակարգն է այսօր աշխատում, նույնիսկ բարեր կան, աննախադեպ, պատմական, էլ ինչա, ինչու ես դու կենթանի բանը, այս ոչ լավ կարողանում է բան անել, հիմա արդեն ոչիլ է եկավ մեջ, որտեղ, չէ, ինչի նոր, Աննա Հակոբյանը ոչիլ չէր անվանել մարդկանց։ Աղանել երեք քաղաքական դաշտում պայքարելը պետք է լինի քաղաքական խոսույթով։ Քաղաքական խոսույթը երբ որ չկա քաղաքական դաշտում, կա սովորական փողոցային ժարգոնը, ուրեմն պետությունը հասկացեք ժանգոտածը վերացվում է, չկա այլ։ Երկրի ղեկավարը անկախ նրանից թե ես ով եմ, ինչ մագարդակ եմ, ամենացածր մագարդակով եմ, ինքը կյանքում իմ մագարդակին պետքա ճիշտ լինի։ Ինքը պիտի բարձր մնա ու պիտի ամեն մի պայման ստեղծի, որ ես փոխվեմ, ոչ թե ծեծելով, այլ հասկացնելով։ Ճիշտ հակառակն է անում, ստեղծում ամեն մի պայման, որ դրա համար ինքը շրիշակի մակարդակի իջնի ես։ Բան արա, անունի չէ, բաժանի որ տիրես։ Այդ սկզբունքով են իրանք առաջնորդվում։ Մենք է բաժանվում ենք։ Մենք է բաժանվում ենք։ Ժողովուրդ ջան, հույսերը չկտրեք։ Ամենաառաջինը իմացեք, որ օրենքը եւ սահմանադրությունը թույլ է տալիս բոլոր գործիքակազմերը կա, որբիսի կարողանաս թույլ չտաս ապօրինի որոշումներ կայացնելու, օրինակ նույն այդ Տիգրանաշենի հետ կապված։ Եթե պետք լինի, եթե դուք ձեր մեջ որոշեք, որ դուք համաձայն չեք, անկախ մեկը մյուսի հետ կապելու կամ ինչ-որ մի հատ ղեկավար գտնեք, ով է ձեզ դուրս հանելու։ Ինձ պետք չի կոչ անեմ, որ ես ելեմ իմ պետությանս, իմ հայրենիքիս համար պայքար անեմ։ Պետք չի։ Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները չեն են անձիկ, որ կարան ինձ ասեն, Արսեն դուս արի, երկիրդ կործանվում է, ես դա հասկանում եմ։ Դրա համար ամեն մեկը եթե օր որոշեք ուղղակի ժամներ չասեք, հելնեք կանգնեք այդ օրը ասեք, ոչ մենք համաձայն չենք, 50,000-ներ կնի, 500,000-ներ կնի։ Վերագտեք ձեզ, քանի չենք անցել այդ կարմիր գիծը։
Այստեղ նաև մեզ ասում են, որ կարգի մտավորականներ կան, չէ, իհարկե մենք փորձելու ենք տարբեր սոցիալական հարցեր քննարկել մեր այս բաց հարցերում։ Այդ թվում նաև ակտիվ քաղաքացիների։ Նաև ակտիվ քաղաքացիների, այո, ես հենց այնպես չեմ ասում, որ գրանցվեք, տարածեք այս մեր հաղորդումները եւ մարդիկ, ովքեր որ ունենան խնդիրներ, մենք օրինակ տեսել ենք, որ դպրոցում ուսուցիչների են առանց որևէ պատճառի փորձում հեռացնել քաղաքական հայացքների պատճառով։ Այնքանաշներ հեռացրեցին որ Այո, մենք արցեն այս ամեն ինչը ով հրապանը, հա, բարձրաձայնում, մենք դրա մասին գիտենք։ Դուք տեսեք, ինչքան մարդիկ վախենան եւ չեն բարձրացնում։ Չարին ի՞նչն է հաղթում։ Բարին, չէ։ Ես հիմի առաջարկում եմ, մենք լույսով առաջ գնանք։ Լույսով ասելով չի նշանակում, այս թուշը տվեցին, մյուս թուշը դեմ դուր։ Ոչ, այս թուշը խփեցին, բոքսով բերնին դուր։ Բայց լույսը սենց ալնել է։ Ինչպես դու ես ինձ վերաբերվում, ինչպես դու ես ինձ վերաբերվում, ես դրա հագարակ բարի ձևով քեզ կվերաբերվեմ ու խորհուրդ եմ տալիս ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գնանք, որովհետև Նիկոլները շատ են Հայաստանում։ Այս սրան հանիր մեկ ուրիշ ցիլոյով ուրիշ Նիկոլա գալու։ Չէ, այդ վտանգը կա, մենք Արեք մենք հանուն ըլենք, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ժառանգների, հանուն մեր երրաբլուրի, որովհետեւ դա հենց այն չեղնի մեր կյանքում։ Հանունի գնանք, ու այդ հանունը կբերի հաղթանակները, հավատացեք, ոչ թե ընդդեմ, այլ հանուն։ Էդա Շնորհակալություն Անի ջան, որ փոխարինեցիր իմ գործընկեր Կարեն Կարապետյանին, հուսով եմ ամեն լավ էր եւ իմ հետ չձանձրացրեցինք հերոստատողներին, հա։ Սա ես խոսացի ժողովուրդ, sense ոնց կերնի։ Դե ոչինչ։ Նաև քննարկում է, որ մենք ամեն օր խոսում ենք մեր ջուրին շնորհակալություն ձեզ։ Ձեզ որ կարողանում եք նման բարդ իրավիճակում, երբ որ քաղաքական տերորը տեղի ունենում ամեն մի բառի համար կարաս հետապնդվես, դուք էլ ունեք ընտանիք, երեխաներ, զգուշավոր պետք է լինեք, բայց դուրսը դրել եք անմիջական դուրսը Նիկոլը հետևից դասնում է, դու ասում ես դու սխալ ես։ Լավ կլինի։ Շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, կհանդիպենք ուրբաթ օրը եւ փորձենք ամբողջ շաբաթը, հա, թեմաների առումով եւ ակտիվորեն եղեք մեզ հետ, փորձեք հարցերը նախապես ուղարկել եւ մենք կփորձենք նաեւ ըստ դրա մասնագետներ հրավիրել, որպեսզի ձեր հարցերը գտնեն ճիշտ պատասխաններ։ Շնորհակալություն։ Մեծահապի հետ առավոտը մեծահապի հետ հաղորդաշարներ կհանդիպենք։ Ստեսություն։ Հաջողություն։ Տեսություն։